Ողջույն, սիրելի բարեկամներ, մարտի 30-ից հետո շատ մարդիկ ինձ հարցնում են Գյումրիում ինչ եղավ, վերջը ինչ պետք է լինի։ Այսպես ասեմ, իմ կարծիքը ես ուզում ձեզ ներկայացնեմ։ Ես քաղաքագետ չեմ, այսօր Հայաստանում ով գնում է ինտերվյու տալու քաղաքագետ է, ես ինժեներ եմ։ Ես ունեմ իմ ուրույն կարծիքը, ես որոշել եմ, ես հանրային ներկայացնում եմ իմ կարծիքը։ Մարտի 30-ի ձայների բաշխվածությունը դուք բոլորը տեսաք եւ այսպես կոչված քաղաքական դաշտի ինտրիգը իբր թե մնացել է Մարտուն Գրիգորյանի վրա։ Նախ ես ուզում եմ ասեմ, որ Մարտուն Գրիգորյանը ըստ իս այս իրավիճակում նա որոշող չէ։ Կներենա, չի ներենա, շատ մարդիկ կասեն, վայ դե Մարտուն Գրիգորյանը կարգին տղա է լեննականցի։ Այդ կարգին տղա է լեննականցի այսօր էական չի։ Այսօր մարդիկ ձայն են տվել ոչ կառավարող ուժի թեկնածուներին մեկ հույսով պրծնել Նիկոլ Փաշինյանի ռեժիմից, գոնե Գյումրիում պրծնեն։ Էլի պրծնել չի լինի իրականում, քանի որ պետք է աշխատեն կառավարության հետ, բայց գոնե Գյումրիում քաղաքապետի, ավականիների ազդեցության շնորհիվ մի քիչ այլ իրավիճակ ստեղծվի։ Եկեք պարզ խոսենք, Գյումրիում ընտրությունները ցույց տվեցին, որ օրինակ Սլաբոդկա թաղամասում ահռելի մեծամասնության ձայների Վարդան Ղուկասյանն էր տարել, Թուրքի Մայլա թաղամասում Մարտուն Գրիգորյանը, Գծի հետև թաղամասում Սարիգը, այնտեղ իրենց թաղերում Լևոնը մի քիչ շատ, Ռուբեն Մխիթարյանը իրենց կողմերը, համեմատականով ավելի քիչ, բայց թաղերի ճանաչվելի, ոնց է ասում, ճանաչելիությունը, ազդեցությունը, հարևանությունը Գյումրին վերջի վերջո մնում է ժառանգած ասիական, օսմանյան կայսրության կուլտուրան ինչ-որ չափով ժառանգած, մենք ապրում ենք այդ քաղաքում, այո, մենք գյումրեցիներս և ախալքալակի ժողովուրդը մենք օսմանյան կայսրության կուլտուրան ենք ժառանգել, բայց այս թաղային, կլանային, բարեկամական, ընկերական, խնամիական կապերը Գյումրիում ավելի շատ են զարգացված և դրա իսկ շնորհիվ, դրա իսկ պատճառով էլ, եթե Գյումրիում իշխանությունը փոխվի և քաղաքապետը լինի ոչ ՔՊ-ական, հետևաբար արդեն այդ թաղային կլանային ազդեցությունը կտեղափոխվի արդեն Հայաստանի մասշտաբով, եթե նայենք քաղաքի, Գյումրին կլինի ոչ իշխանական քաղաք և այնտեղից էլ կտարածվի գյուղերում։ Մարդիկ ձայն են տվել թեկնածուներին, այլ սրա համար, ոչ թե նրա համար, որ Գյումրիի կառավարումը դառնա ազատ տնտեսական, Գյումրիի կառավարումը դառնա $100 միլիոն բյուջեով, Գյումրին ունենա լավ աղբանոցներ, այդ ամեն ինչը շատ իդեալական կլներ, բայց այսօր մենք ողբալի վիճակում ենք Հայաստանում։ Հիմա բուն թեմային, ինչի Մարտուն Գրիգորյանը, գիտեք ինչ կա, Մարտուն Գրիգորյանի փոխարեն նույն ինտրիգը կարող էր պահել Ռուբեն Մխիթարյանը, ինչ պակաս տղա է քաղաքի, նույն ինտրիգը կարող էր ի վերջո պահել Վարդան Ղուկասյանը։ Ինչի չեմ ասում Կարեն Սիմոնյան, ձայների բաշխվածության բերեք մի հատ հասարակ մաթեմատիկական հաշվարկ անենք։ Գյումրին ունի 33 ավականու մանդատ, 14 մանդատ ստացել է ՔՊ-ն, 8 Վարդան Ղուկասյանը, 6 Մարտուն Գրիգորյանը, 3 մանդատ ստացել է Ռուբեն Մխիթարյանը, 2 մանդատ Կարեն Սիմոնյանը։ Վարդան Ղուկասյանի մանդատներին, եթե գումարենք Մարտուն Գրիգորյանի մանդատները անում է 14, առաջին իստով քաղաքապետ ընտրելու համար հարկավոր է 17 մանդատ։ Այսինքն այստեղ կարող էր դեր խաղալ Ռուբեն Մխիթարյանի գործունը, կասեր ես հələ կորոշեմ մանդատներս տամ, թե չտամ լավ կառավարման համար, որովհետև Վարդան Ղուկասյանը չոտը քաղաքապետ է եղել, այն ժամանակ իմ դուրը չի եկել։ Օրինակ, ինչ եք Մարտունի դերը բարձրացնում մյուսների նկատմամբ։ Ես համաձայն չեմ դրա հետ, սա արհեստականորեն բարձրացված է և անցնենք գլխավոր ճակերտավոր Հայաստանի FIDE-ի նախագահին, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահին։ Մարտուն Գրիգորյանը հանդիսանում է
պատիվ ունեմի падգամավոր։ Ըստ ձեզ, ասենք, պատիվ ունեմը Վանեցյան Արթուրի ազդեցության տակ է, թե Սերժ Սարգսյանի ազդեցության տակ է։ Մարտին Գրիգորյանը չի կարող որևէ քայլ անել առանց Սերժ Սարգսյանի թույլտվության։ Սա իմ անձնական կարծիքն է։ Սա այն ռեալիաներն են, որով մենք Հայաստանում ապրել ենք 30 տարի եւ մինչ այսօր, դու գիտեք, իշկա չի կարող պատիվ ունեմի падգամավորը ՀԿ-ի հետ սերտ կապեր ունեցող ՀԿ-ական եղած падգամավորը չի կարող։ Ասենք կանգնի, ասի, գիտես, իշկա շախմատի ֆեդերացիայի նախագահ, ես ձայներ տալիս եմ Նիկոլի հանուն հայրենիքի։ Իսեր Աստծո, ինչպես կասեր վիտամինի Գարիկը։ Այդ երբ են Հայաստանում քաղաքական գործիչները հանուն հայրենիքի ինչ-որ բան արել։ Նու բացառությամբ երևի մի քանի հոգու։ Հետևաբար Գյումրիում ինտրիգը պահում է ոչ թե Մարտուն Գրիգորյանը, այլ պահում է Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը կուզենա Գյումրիում քաղաքապետ կլինի Վարդան Ղուկասյանը։ Չի ուզենա, չի լինի։ Կուզենա քաղաքապետ լինի Սարիգը, կլինի Սարիգը։ Չի ուզենա, չի լինի։ Նու այնտեղ ձայնագողության ֆակտոր կա, Արգիշտին դա անվանում է անասնագողություն։ Միգուցե մինչև ապրիլի 16-ը իրենց անհրաժեշտ 3 ձայնը ԿՊ-ն կարողանա գողանա։ Ես առաջ ընկնելով ասում եմ, որ ոչ մեկի վրա չեմ կասկածում ավականիների, բայց դառը փորձը Երևանյան, լենակ Երևանցոցից լավ տղեկ եք, ընդեղ էլ գողցավ, լենական էլ կարող է գողնա, գողնավորն է, ճնշումներով տանի, վերջի վերջո իդեալական մաքրությամբ քաղաքական գործիչներ չկան, էլ նույնիսկ եթե լինեն, էլի կտանի։ Հիմի անդրադառնանք համացանցում տեղեկություն տարածվեց, ես չեմ լսել անձամբ, դրա համար չեմ կարող ասել, որ դա հաստատ այդպես է, ասում են, թե Մարտուն Գրիգորյանը ասել է անհրաժեշտ ձայները կտամ, 2 չհերիքող ձայն։ Նորից հաշվարկին վերադառնանք, հա, մաթեմա, տարական մաթեմատիկային։ Առաջի փուլով քաղաքապետ ընտրվելու համար հարկավոր է 16 ավականու ձայն։ 8 գումարած 3 գումարած 2 անում է 13 եւ եւս 2 ձայն անում է 15, Սարիգը ունի 14։ Այսինքն առաջին փուլով Վարդան Ղուկասյանը քաղաքապետ չի դառնա։ Այսինքն կանցնենք քվեարկության երկրորդ փուլ, որտեղ քաղաքապետ կդառնա հարաբերական մեծամասնություն հավաքած տեխնացուն, այսինքն 2 ձայն կտանք, որ 15 ձայնով, այսինքն գիտեք ինչի է նման, այն որ ասում են լենակ ծերը ծերին է, տանք, բայց լրիվ չտանք, այդ ինչի որ, այդ տվեք թող դառնա, եթե ձեր պայքարը Նիկոլի դեմ է, ՀԿ-ականները առավոտնից իրիկուն տարբեր հարթուկներից և միկրովալնովկեքից երգում են, որ իրենց պայքարը Նիկոլի դեմ է, այս երկրի մեղավորը Նիկոլն է, այսպես ասած վդրուկ հիշել են, որ Մարտուն Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի միջև արյան վրեժ կա։ Քանի հոգու արյան վրեժ կա ձեր միջև։ 1, 2, մեր ու Նիկոլի մեջ 5000 հոգու արյան վրեժ կա։ Ու դուք ձեր մասնակցությամբ, այսպես ասած լեննականի բարբառով Հայաստանի սլենգով վիզ եք վերցրել այդ 5000 հոգու արյան վրեժը լուծել սրանց իշխանությունից զրկելով գոնե Գյումրիում։ Ես չեմ նսեմ ասնում նույնիսկ մեկ անձի արյան վրեժը, բայց 5000 տղու արյան վրեժը ձեր համար ոչ մի բան, ձեր մեկ հարազատ անձի արյան վրեժը, բայց դուք ինչ հայրենիքի մասին մտածող կամ ինչ քաղաքական գործիչներ։ Սա այսպես, ինչ վերաբերում է, եթե հանկարծ ձայն չտալու պատճառաբանությունը մտցնում են արյան վրեժի դաշտ։ Իսկ ընդհանուր առմամբ Սերժի լրատվականներն էլ երեկվանից ասում են, դե լեննականում ընդդիմությունը չի կրել, որովհետև մասնակիցները Սերժ Սարգսյանի դեմ էին, այսինքն Հայաստանում ընդդիմություն մենակ Սերժ Սարգսյանն է։ О святая простота։ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը մինչ այսօր կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը ոչ ես եմ, ոչ դուք եք։ Այդ մեկ մարդը Սերժ Սարգսյանն է։ Կլինի Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետ թե չի լինի, դա կախված է Սերժ Սարգսյանից։ Այստեղ Վանեցյան Արթուրի դերակատարումն է շատ մեծ, կկարողանա ինքը դուրս գա այդ մեկ մարդու ազդեցության տակից, թե չի կարողանա։
Մարտուն Գրիգորյանի մասին չեմ խոսում, ես էլ եմ ասում, ես համարում եմ, որ իրենից չի կախված Գյումրիում կլինի քաղաքապետն դիմադիր, թե չի լինի։ Ֆորմալ առումով դե յուրե ձայներով, հա, անվանական ցուցակով իրենից է կախված, բայց փաստացի դա որոշում է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահան։ Ինչքան էլ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի падգամավորները իդեմս sense դեմքով մեկը կա, ակնոցներով, բա սպասում եմ ձեր զղջումների, ինչ զղջում։ Ուզում եք Նիկոլից պրսնեք, տվեք ձեներդ։ Լավ, անցնենք մյուս կարևոր մասին։ 20 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում երբեք չի գնացել պայքար Նիկոլի եւ ընդդիմության միջև։ Նեղանակ, չնեղանակ, Հայաստանի Հանրապետություն պայքար է գնացել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջև։ Սերժ Սարգսյանը ամեն ինչ արել է, որպեսզի թե ընտրություններով թե բանով Ռոբերտ Քոչարյանը չկարողանա գա իշխանության, իսկ Ռոբերտ Քոչարյանը այնքան համարձակություն չի ունեցել, որ պարզ հասարակ ճշմարտությունների մասին բարձրաձայնի վերջերս նոր զարթնան։ Իտո զարթնեցրեց ինքը Ագնեսային, բայց իր տղեն դեռ քնած է, ասում է Նիկոլին ժողովրդական ճնշում բերեց իշխանության։ Սա չի կարևորը։ Կարևորը հետևյալն է, Հայաստանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ Գյումրիում շատ նման է այս պայքարը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի պայքարը։ Ես չեմ կապում Վարդան Ղուկասյանին Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց այդտեղ կա հետևյալ ֆակտորը աշխատող։ Վարդան Ղուկասյանը արտահայտվել է իր վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի մասին։ Սա ՀՀԿ-ին տեղիք է տալիս մտածելով, որ նման քաղաքապետ ունենալու դեպքում 26-ի ընտրությունում շատ մեծ ազդեցություն կլինի Շիրակի մարզից ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի ձայների։ Մենք այդպիսի ազգ ենք, ժողովուրդ ինչքան էլ ուզում է հերքեք, գովակ, փնովեք, թալանջի։ Մենք այդպիսի ազգ ենք։ Հիմա պատկերացեք Լենինականի քաղաքապետը Վարդան Ղուկասյանն է։ Լենինականի բնակչին ինչ-որ Պողոսյան Հակոբին պետք է ինչ-որ մի բան, ինչ-որ մի հարցով գնում է։ Ու երբ որ Վարդան Ղուկասյանն ասում է, գիտես ինչ կա, եղածների միջից 26-ին ես հարգում Ռոբերտ Քոչարյանին ու ձեզ էլ լավ կլինի, որ Ռոբերտ Քոչարյանն ընտրեք մեր քաղաքի համար։ Կարող է Պողոսյան Հակոբը կամ ինչ-որ մեկը պետք է չընտրի Ռոբերտ Քոչարյանին, իհարկե ոչ, մեծամասնությունը կընտրի։ Միշտ իշխանությունը լծակներ է ունեցել։ Սերժ Սարգսյանի համար իրականում շատ մեղմ ասած տխուր իրավիճակ է հիմա։ Շախմատում, եթե ես չեմ սխալվում, սա կոչվում է ցուկցվանք։ Ոչ թե ժամանակ չունի, ցեյտնոտ չէ։ Քայլ չունի։ Ինչ էլ անի, ի վնաս իրեն է։ Չտա բացահայտ անցնում է, ես սրա մասին գրել եմ 33-ը։ Բացահայտ ուժը բացահայտվում է, ինքն արդեն համաձայնություն է տալիս, որ իր անվան տակից ընդդիմադիր բառը հանվում է։ Իր եւ իր հավաքածուի Իսագուլյանական, Մամիջանյանական, չգիտեմ, այն մարդիկ, որոնք ստեղ ընդեղ պատերի տակ բողոքում են Սերժի արկածների մասին հանրային ներկայացնողներից։ Չտա, բացահայտ անցնում է Նիկոլի դաշտ։ Տա ուժեղացնում է 26 թվականին, անուղղակիորեն Ռոբերտ Քոչարյանի գործոնը գոնե Շիրակի մարզում։ Շատ վատ իրավիճակ է։ Հիմա այս մեր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահան կոպիտ ասած իր հանճարեղ մտքով որոշել է պատային իրավիճակ ստեղծի, որպեսզի как бы չպարտվի, հա, իրավիճակին։ Չգիտի ինչ անի։ Եվ դրա համար սկսում են արդեն մտածել, բա կտանք երկու ձեն, բա մի քիչ չենք տա, մի քիչ կտանք, մի քիչ կույսենք, մի քիչ սուրբ ենք, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Ես չեմ բացառում, որ Գյումրիում ապրիլի 16-ին քաղաքապետ ընտրվի Սարիկ Մինասյանը։ Ձայնագողությամբ կլինի, ավականիներից մեկը թարս հասկացած կլինի այդ երկու ձայնից, որը ում պիտի տար, դա արդեն էական չի։ Սխալը կլինի, հետո կասեն վայ ներողություն սխալվել ենք, բայց փաստը կլինի փաստ։ Ես սա չեմ բացառում։ Սա Գյումրիի իրավիճակի մասին ես դες ուզում եի ներկայացնել, որովհետև այսօր աֆիլիացված իբր թե հայրենիք փրկող ճամբարներ, դեպուտատներ սրա մասին լռում են։ Եվ ի վերջո մեկ կարևոր հարց։ Գոռում գոչում եք ընտրությունները բրծավ, վերջը ընտրակեղծի կար թե չկար իշխանության կողմից։ Հիմա ես որ հարց եմ հղում,
ձեզ պատգամավորներ, եթե դուք այդքան վիզ դնող պայքարող եք, այսպես ասած, Գյումրիում տեսաձայնագրությունով եւ հրապարակն էլ կարծեմ նյութ հրապարակեց, որ ամուսինների հասցեում, որտեղ իրենք են մենակ գրանցված է 10 հոգի մարդ։ Այս 10 հոգուն ով է գրանցում։ Вообще գրանցումը որտեղ է տեղի ունենում։ Անձնագրային վարչություններում, չէ՞։ Անձնագրային վարչությունում, ասենք, ով դոստուպ ունի, ով անձնագրային պետին կարող է վերցնի զանգի, ասի հələ այս 10 հոգուն գրանցի։ Մխիթարյան Ռուբոներ զանգ է, թե Մարտունը Գրիգորյան։ Ով էր զանգ է։ Երևի թե իշխանությունը։ Հիմի այս դեպքը կոնկրետ գնացեք, հետևողական եղեք, չգիտեմ, ԱԱԾ-ով կլինի, ոստիկանությունով կլինի, ժուրնալիստի ռասլեդվենի արեք, հետք գնա այդ մարդկանց գտի Բաղդասարյան Էջիկ, Արմեն Սարգսյանի քաղաքացիության դեպքը գտար։ Ժուրնալիստների այդ մարդկանց անուններն էլ հրապարակված է, գնացեք գտեք, ասեք ով է ձեզի տարեգրանցե։ Միլիցեքի ոստիկանների ականջներից բռնեք, տարեք այդ մարդկանց գլխին կայնցրեք, ասեք հարցերը այս մարդուն, ով է ձեզ տարեգրանցե։ Ու այդ գրանցողի պոչով գնացեք, տեսեք ընտրակեղծիք եղել թե չէ։ Այդ 10 հոգու դեպքը եթե դուք բացահայտեք, դուք այսպես կոչված Նիկոլի ռեժիմին ավելի մեծ հարված կհասցնեք, քան թե ինչ-որ ինտերվյուներ տալով, բա այսպես այնպես երկու ձեն կտանք քաղաքապետը կլինի, չի լինի եւ այլն եւ այլն։ Սա ձեզ իրավիճակի մասին կոնկրետ ինֆորմացիա եւ հարցադրումներ, թե ինչ է կատարվել Գյումրիում եւ ինչ սպասել։ Անկեղծ ես մեծ կասկածներ ունեմ։ Գուշակություն չեմ անում։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։ Միգուցե լինեն նոր ընտրություններ։ Բայց այն որ դա որոշելու է Սերժ Սարգսյանը, դա աներկբա է։ Հիմա ձեր համար գցեք բռնեք։ Այս 7 տարի է հարթուկներից ու միկրովալնովկեքից խոսող հայկականները 6 անգամ արեստականորեն նստացելած, բլոգերները սրան նրան վիրավորող եւ քրֆող, այդ թվում եւ ինձ։ Արդյոք նրանք հայրենասեր եւ հայրենիքի համար պայքարող մարդ են։ Արդյոք նրանք ճիշտ են խոսում, թե նրանք փողով են խոսում։ Սա հարց է։ Տղեկ դուք փողով եք խոսում։ Իսագուլյան, դու աշխատավարձ ստանում ես խոսալու համար։ Ղազարյան Էդգար, դու ստանում ես։ Ալյա բլոգերներ, դուք ստանում եք աշխատավարձ խոսալու համար։ Ես չեմ ստանում։ Սա իմ մտքերը համոզմունքն ու խիղճն են։ Արթուրն էլ չի ստանում, ոչ ստինից 100%։ Դե, այսքանը ձեզ բարի հետընտրական ընթացք։ Ես ամենայն դեպս իմ պարտքը կատարել եմ, դրա համար իրավունք եմ ինձ վերապահում եւ հանրային կերպով խոսելու եւ այս ամեն ինչը ձեզ ներկայացնելու։ Մնացածը ասում է ձեր մուրը ձեր գլուխը, շարունակեք գովաբանել եւ որպես ընդդիմություն դիտարկել այսօրվա պսևդո ընդդիմություններին, պարլամենտում վերընկած ընդդիմություններին, որոնք պսևդո են, լրիվ պսևդո են։ Եվ իհարկե գործող դերակատարներին։ Դե իսկ Գյումրու քաղաքապետի տեխնացուներին կամ հավանական տեխնացուներին համբերություն մինչև ապրիլի 16-ը։ Եթե հանգարց Սարիկը կամ մեկ այլ ԿՊԱ-ական դառնա քաղաքապետ, չզարմանաք։ Ողջույններ կուղարկեք Սերժ Սարգսյանին։ Ձեզ բարի ժամանակ, շնորհակալություն։ Ստեսություն։